Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, հուլիսի 1, այդպես կլինի ամառ ու ձմեռ, Զաքարիա մարգարեություն 14:8 Երուսաղեմից հոսող կենարար ջրի հոսքը չի չորանում ամռան սաստիկ տապից և չի սառչում մոլեգին ձմռան սառը շնչից, ուրախացիր թանկագին հոգի, որ քեզ բախտ է վիճակվել վկայելու Տիրոջ հավատարմության մասին, փոխվում են տարվա եղանակները, փոխվում ես դու, իսկ Տերն անփոփոխ կերպով նույնն է, և նրա սիրո հեղեղները նույնքան խորը, լայն ու լիքն են, որքան բոլոր ժամանակներում։ Հոգնեցուցիչ հոգսերի և այրող փորձությունների բեռը իմ մեջ ծնում է նրա սիրո թարմացնող ջրի կարիքը։ Ամեն ժամանակ ես կարող եմ խոնարհվել անսպառ աղբյուրի վրա, որի ջուրը չի վերջանում, ոչ ձմռանը, ոչ ամռանը։ Երկնային աղբյուրներում միշտ բավականին խոնավություն կա, և շնորհակալություն Տիրոջը, երկրային աղբյուրները ևս մեզ չեն խաբում։ Եղիան քերիդ վտակը չորացած գտավ, բայց Եհովան առաջվա նման մնում է նախախնամության Աստվածը։ Հոբն ասաց, որ իր եղբայրներին անհավատարիմ էին ինչպես վտակը, բայց հայտնաբերեց, որ Աստված ջրով լի մխիթարության գետ էր։ Եգիպտացիների էական հենարանը Նեղոսի ջրերն են, բայց դրանք էլ քմահաճ ու անկայուն են։ Բայց մեր Տերն անփոփոխ է, հավիտյան նույնն է։ Պարսից Կյուրոս արքան զավթեց Բաբելոնը Եփրատի հուն փոխելով, սակայն ոչ մի ուժ, ոչ մարդկային, ոչ սատանայական չի փոխի աստվածային շնորհքի հունը։ Հնագույն գետերի հուները գտնվել են չորացած ու լքված վիճակում, իսկ աստվածային գերիշխանության և անսահման սիրո բարձունքից սկիզբ առնող հոսանքները միշտ լեցուն և լիառատ պիտի լինեն։ Կյանքից հեռանում են սերունդները, իսկ շնորհքի ջուրը անդադար լցվում է։ Աստծո գետը շատ ավելի հիմքեր ունի հաստատելու այն, ինչ երգում է առվակը։ Մարդիկ գալիս են ու գնում, իսկ ես վազում եմ ու վազում։ Ինչ երանելի ես դու թանկագին ընկեր, որ քեզ առաջնորդում է հոգին հանդարտ ջրերի մոտ։ Մի շեղվիր դեպի այլ ջրեր, որպեսզի չլսես Տիրոջդ կշտամբանքը։ Եվ հիմա դու ինչ գործ ունես Եգիպտոսի ճանապարհին, պղտոր գետերի ջուրն ես խմելու։